եւ պարոն Փաշինյան, վերջերս կառավարության նիստում հայտարարեցիք, թե դուք եւ ողջ պետական համակարգը տգետ է եւ 7 տարի մնացել եք նույն դասարանում։ Սա խիզախ խոստովանություն է, բայց ոչ ամբողջը։ Դուք ոչ թե 7, այլ 110 տարով եք հետ գնացել։ Եվ եթե 1915-ի ցեղասպանության սև էջը արձանագրվել է հայոց պետականության բացակայության պայմաններում, ապա Արցախի ցեղասպանությունը տեղի է ունեցել Հայաստանի անկախության եւ հենց ձեր իշխանության օրոք։ Իսկ պետական համակարգն ու ինստիտուտները չեն աշխատում կամ կաթվածահար են ոչ այնքան տգիտության պատճառով, ինչպես պնդում եք, այլ պատասխանատվություն չստանձնելու եւ պարզապես ձեր կառավարչական քաոսի եւ հուզական անկայունության զոհը չդառնալու համար։ Վստահ եմ, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, որ գիտակցում եք, թե սուտ խոստումների եւ պետական շահերի ուրացման ինչ ժառանգություն եք թողնում եւ ցավոք շարունակում եք ճակերտավոր ձեռքբերումներ արձանագրել։ Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած կիսաազատ երկիր։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելված ռուսաձայնային նռնակներ օգտագործելու եւ անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նվազում է արձանագրել։ Եվ դա դուք լավ գիտեք, Նիկոլ Փաշինյան, որովհետեւ անձամբ ըստ ձեր պատկերացումների SMS-ով երկիր եք կառավարում, դատարանները շրջափակելու եւ դատաիրավական համակարգին ուղիղ հրահանգներ իջեցնում։ Եվ հիմա կառավարման 7-րդ տարում խոստովանում եք, որ ձեզ չի հաջողվել արդարադատության եւ արդարության նույնացում ապահովել։ Կարծում եմ ծրագրի կատարողականը եւ տպավորություն ստանում, թե այլ երկրի մասին է խոսքը։ Հատուկ երևակայություն եւ ցինիզմ պետք է ունենալ արտաքին քաղաքականության ռազմավարությունը արդյունավետ գնահատելու կամ 24 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ տարին համարելու համար։ Այն դեպքում, երբ այդ խաղաղ տարում 40 զինծառայողի մահ է արձանագրվել, իսկ թշնամին շարունակում է Հայաստանի տարածքների սողացող զավթումը եւ նաեւ օկուպացիան։ Միջազգային բազմաթիվ այցերը ներկայացնում եք որպես հաջողված քաղաքականության ցուցիչ։ Իրականում այդ ամենը դիվանագիտական անպտուղ տրաֆիկ է, նախաձեռնողականության եւ բավարար կամքի բացակայությամբ։ Այլապես միջազգային որևէ կառույցից եւ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ից համարժեք գնահատական կտրվեր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական հետքը ջնջելու, շարունակվող մշակութային վանդալիզմի եւ զեղծարարությունների համար կամ առնչությամբ։ Ում է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամի կարգավիճակը կամ հնագույն քաղաքակրթությունների ֆորումում մեր նախագահությունը Հայաստանի, երբ Ադրբեջանը մեզանից գողացած պատմությունը արդեն Վատիկանում է ներկայացնում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անգամ մշտադիտարկում չի կազմակերպում։ Պարոն Փաշինյան, հումանիզմով եւ համագործակցությամբ տոգորված ձեր արտգործնախարարությունը, կառավարության արտգործնախարարությունը Ադրբեջանին է տրամադրում ականապատ դաշտերի շուրջ 1000 տեղամատյան, այն դեպքում, երբ Բաքվում հայ ռազմագերիներ են խոշտանգվում։ Մինչ Արցախի հարցը այս ամբիոնից դուք փակված եք համարում, ձեր բարեկիրթ գործընկերը Արցախում հերթական հայկական գյուղն է նույն սինխրոնությամբ ոչնչացնում ձեր հայտարարությունների հետ, համահունչ։ Իբրև դիվանագիտական հաջողություն եք ներկայացնում ակնհայտորեն կապիտուլյացիոն մի նախագիծ, ուր անդրադարձ չկա հայ գերիների ազատման, օկուպացված տարածքները ազատելու, արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Սրանք բացթողումներ չեն, այլ Բաքվին միակողմանի զիջումներ, որոնք ամբողջովին ոտնահարում էր մեր հավաքական իրավունքները եւ հարցականի տակ դնում Հայաստանի անկախությունը։ Աքսիոմատիկ ճշմարտություն է։ Պարտվածի հետ չեն բանակցում, պարտվածին պարտադրում են։ Բանակցային ֆիասկոին, պատերազմի սպառնալիքին եւ ձեր վարկանիշի անկմանը զուգահեռ իրական Հայաստանի գաղափարախոսություն եք քարոզում հայտարարելով, թե ձեր միակ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես կհամաձայնեի այս ձևակերպումի հետ, եթե հենց ձեր իշխանության օրոք ապրած չլինեինք երկրորդ ցեղասպանությունը։ Պարոն Ռուբինյան եւ մյուսներ խանդավառ մոլուցկով տեղին անտեղին առաջին հանրապետությունն եք հիշում եւ մեղադրում դաշնակցությանը։ Հիշեք, դաշնակցությունը 600-ամյա պետականության բացակայությունից, ցեղասպանության արհավիրքից հետո հայ ժողովրդի մնացորդացից կազմակերպված ազգ է ստեղծել եւ քաոսից պետություն, որի իրավահաջորդը դուք եք, իսկ անցյալից դասեր
դրա պետք քաղել եւ ոչ թե ուրանալ։ Դուք նաև հայտարարում եք, թե Հայաստանը երբեք այնքան ինքնիշխան եւ անկախ չի եղել, ինչպես հիմա։ Կարծես թե ձեր կատարյալ երջանկությանը Արցախի կորուստներ պակասում, հայ ռազմագերիների կեղեքումը եւ Արցախն էլ երբեք հայկական չի եղել։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը կոնկրետ Մինսկի խմբի ձևաչափով Լեռնային Ղարաբաղն ընդունել է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եվ Արցախի ողբերգության առանցքում ձեր, պարոն Փաշինյան, որ այստեղ չեք, ձեր սեփական զրո կետն է։ Նիկոլ Փաշինյան, դուք պառակտումի եւ հակադրելու անուրանալի տաղանդ ունեք։ Հիմա էլ հայ ժողովրդի փոխակերպման, հայրենիքն ու պետությունը միմյանց հակադրելու առաքելություն եք ստանձնել։ Պետության ձեր պատկերացումներն ու արժեհամակարգը խարսխվում են նյութի, հարստանալու, լավ ապրելու, խաշլամա ուտելու առաջնային բնազդների վրա։ Գաղափարներ, որոնք ոչ միայն հակագիտական են եւ պրիմիտիվորեն սպառողական, այլև ապապետական եւ հանրային միտքը դեգրադացնող։ Իրական Հայաստանում չի կարող պատմական Հայաստանը չլինել, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եվ դուք հայ մարդուն պատմական հայրենիքից զրկելու ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունեք, Նիկոլ Փաշինյան եւ ձեր ողջ թիմը։ Իրականում այս ամենը ձեր պարտությունը արդարացնելու պարզունակ նպատակադրում է։ Եվ որպես սեփական ռազմավարական նպատակ դուք, Նիկոլ Փաշինյան, մատուցում եք նաև սահմանադրություն, նոր սահմանադրություն ընդունելու Ադրբեջանի պարտադրանքը։ Հիմա այն 3 միլիոն վարչապետի պիտակավորումը, հիշում եք 3 միլիոն վարչապետի մասին, դրանց պիտակավորում եք որպես պետականազուրկ մտածողություն ունեցողի եւ ձեր զուգընկերուհու հետ հավակնում եք նրանցից պետականակերտ ժողովուրդ կերտել։ Սա ակնհայտորեն նախընտրական քարոզարշավ է, վարչական ռեսուրսի, իսկ ավելի կոնկրետ ձեր գնահատմամբ տգետների ներգրավվածությամբ։ Իդեպ Երևանի պետական համալսարանը նորմալ սովորելու եւ ավարտելու պարագայում կարելի է ժամանակին ընկալել թե Խորենացու ողբը, թե Թումանյանի դառնացած ժողովրդոթվածաշարը, նաեւ Վանո Սիրադեղյանին Մաթեոսյանից զատել։ Եվ այնուամենայնիվ, ոչ միայն հանրային տրանսֆորմացիան չի ջնջի ձեր 7-ամյա իշխանության հետագիծը իրական Հայաստանը, որն է այդ Հայաստանը, Արցախի հայնազրկում, 5000 հայ երիտասարդների արյուն, արցախահայության ուրացված իրավունքներ, անվտանգային ճգնաժամ, պառակտված հանրություն ու նոր պատերազմի սպառնալիք։ Ահա սա է իրական Հայաստանը։ Եվ դուք 30-ամյա կայացած երկիր եւ դե ֆակտո ինքնորոշված Արցախ եք ժառանգել։ Կառավարության նիստերից մեկում այդ շենքին անհարիր ենթամշակույթով, պարոն Փաշինյան, աղմկում էիք, թե թող փորձի մեկը թփրտա։ Իրականում շատերն են թփրտում, որովհետև երկրում ամենաթողություն եւ անպատժելիություն է, եւ դրա ցուցիչը հանցագործությունների խայտառակ պատկերն է, ընտանեկան եւ կենցաղային բռնության աճ 168%-ով, ընտանեկան սպանություններ 333, թմրամիջոցների մաքսանենգություն 111%։ Դուք սիրում եք ավազի վրա տաճարներ կառուցել, դրանցից մեկն էլ 5 տարում 300 դպրոց, 500 մանկապարտեզի միֆն է, եւ այդ 3 տարում շահագործման հանձնված ընդամենը 40 դպրոցը։ Երրորդ տարին անընդմեջ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40%-ի շրջանակում է, իսկ կրթության հաստատությունների հիմնում, նորոգում, կառուցում եւ այլն այս ծրագրի կատարողականը 30%։ Կուզեմ հիշեցնել նաև, որ այս տարի ուսումնական տարին սկսեցին 10 դասագրքերի բացակայությամբ։ Մեկ այլ արկածախնդրություն ակադեմիական քաղաքանունով 13 միլիարդ պետական պարտք կուտակած երկրում ահռելի գումարներ եք ծախսում քաղաքի կառավարման, այդ ակադեմիական քաղաքի մասին է, կառավարման մոդելի կամ քաղաքաշինական նախագծման աշխատանքների վրա, այն դեպքում ուշադրություն, երբ բուն կրթության, կազմակերպման, բուհերի եւ գիտական հաստատությունների խոշորացման մշակված եւ հաշվարկված ռազմավարություն պարզապես գոյություն չունի։ Հայաստանը նահանջ է արձանագրել, սիրելի քպեականներ, նաև ձեր համար հաղթաթուղ դարձրած կոռուպցիայի ընկալման ցուցանիշում։ Միջազգային կազմակերպությունները բարձրաձայնում են դատական համակարգի կախվածության, կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, կառավարության ծախսերի անվերահսկելիության, ձեր թիմակիցների կոռուպցիոն սկանդալները կոծկելու, սելեկտիվ արդարադատության, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների եւ շատ այլնի մասին ժամանակը թույլ չի տալիս։ Եվ պարոն Փաշինյան, որ այստեղ չեք, դուք պարտվել եք եւ դրսու եկել եք, ուրեմն, պարոն որ այստեղ եք, որ այստեղ եք, որ եկաք, պարոն Փաշինյան, որ եկաք,
Դուք պարտվել եք եւ դրսում եւ ներսում։ Ոստիկանական բռնապետությունը, համատարած ձախողումները, մեղավորներ նշանակելն ու հանրությանը համոզելը, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականը, այլևս չեն աշխատում։ Հուսամ իմ ելույթի մյուս մասը կլսեք։ Եվ այնուամենայնիվ ձեզ չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից եւ համոզված եմ, որ այն շատ մոտ է։ Մարիա Կարապետյան։ Իդեպ ուշադրություն դարձրեք, որ Դաշնակցության ներկայացուցիչը ամբյոնից հայտարարեց, որ ազգը իրենք են ստեղծել։ Կազմակերպված ազգ։ Մեղայք ես Տեր Աստված։ Համեցեք Տիկին Կարապետյան։ Ուրախ եմ, որ Դաշնակցությունը թույլ